Հարգելի գործընկերներ, զինված ուժերը այսօր գնում է զրահաբաշխում, որը 44-օրյա պատերազմից հետո մշակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր շտաբի մասնագետների կողմից։ Այսինքն ինքը այնպիսին է, որ ապահովում է զինվորի կենսական հատվածները։ Այն որ կան ավելի թեթև զրահաբաշխումներ, այո կան, բայց այդ զրահաբաշխումները բոլոր ստորաբաժանումների համար չեն։ Դրանք հատուկ նշանակության ստորաբաժանումների համար են։ Երևի տեսանյութերով տեսել եք, դրանք են փոքր, միայն կուրծքը եւ մեջքը փակող զրահաբաշխումներն են, որը համապատասխան ստորաբաժանումները զինված ուժերի ունեն, իսկ ավելի մասսայական կունենան առաջիկայում։ Բայց ամբողջը փոխելը կամ ամբողջը դարձնել այդպեսին, դա ֆիզիկապես հնարավոր չի։ Այլ բան է, եթե իրական բողոքներ ունեք ու այդ բողոքները հիմնավոր են, մեր գործընկերները որոշակի փոփոխությունների դա ենթարկեն, բայց գնումը կատարվում է հաստատված մեր կողմից ներկայացված ձևանմուշի հիման վրա։ Ինչ վերաբերում է դաշնակիցներին ու բարեկամներին, կարծում եմ մեր արտաքին հարաբերությունները շատ բաց են, տեսանելի են հասարակության համար, բայց ռազմական առումով նորից եմ նշում, մենք շարունակում ենք ապավինել մեզ, մեր արտաքին քաղաքականությանը, մեր տնտեսությանը, որպես մեր երկրի անվտանգության բաղադրիչներ անվտանգության եւ բնական է Հայաստանի Հանրապետության բանակին։ Այն ինչ մնաց։ Ինչ վերաբերում է համազգեստին, այո, process-ը շարունակվում է։ Ես անձամբ գոհ եմ, չեմ կիսում այն կարծիքը, որ դա պատկառանք չի ներշնչում։ Չեմ կարծում, որ այսօրվա համազգեստը ինչ-որ մեկին պատկառանք է ներշնչում։ Չնայած որ մեր համազգեստն է, պարտավոր ենք սիրել ու գնահատել։ Բայց ես կարծում եմ, որ սա այն փուլն է, որ պիտի ոչ միայն գունային երանգները, այլ նաև դրա հարմարավետությունը, դրա շերտավորումը հաշվի առնենք, իսկ դրանք բավականին տեսականիով, ձևով, ոճով հարմար են, լավն են, ժամանակակից են, գերարդիական են, շնորհակալ եմ։ Դուք հիմա խոսում եք դատական process-ների մասին, հարգելի գործընկերներ, պայմանագրային հարաբերությունները պարտադիր չի, որ իրենցից ենթադրեն քրեական գործեր կամ դատական գործընթաց։ Դրանք կարող են խզվել միակողմանի եւ երկկողմանի համաձայնության եւ այլ լուծումներ ունենալ։ Այսինքն ես չգիտեմ ինչից է առաջացել ակնկալիքը, որ անպայման պիտի դատական process-ը, դատական process չունենք։ Նախորդ տարի մենք ունեցել ենք սահմանին զորավարժություն, իրանական կողմը իր տարածքում, մենք մեր տարածքում, դրա մասին հրապարակայնորեն հայտնել ենք, հիմա էլ սահմանափակում չունենք, բայց պլանավորած զորավարժություն չունենք, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, մենք տնտեսվարողների համար ունենք հստակ սահմանած թվեր, այսինքն 1-ից 5 աշխատողի համար, 10 աշխատողի համար, 100 աշխատողի համար, քանի տոկոսին ենք ներգրավում վարժական հավաքի 1 տարվա ընթացքում եւ թողնում ենք հայեցողություն նաեւ տնտեսվարողի համար հնարավորություն, որպեսզի ինքը կարողանա իր աշխատողների միջև դերաբաշխում գտնի, տարվա մեջ է խոսքը,
Հիմա լավ չկա пассив շրջան խոհարարի համար։ Լավ, եթե խոհարարը ուրեմն իր երկրի պաշտպանությանը չի մասնակցելու, նախ 25 օր 30 օր չի, կուզենք ասենք 30-ից 35, բայց 25 օրվա մասին է խոսքը։ Մենք ունենում ենք անհատական լուծումներ, եւ մարդիկ դիմում են զինկոմիսարիատ, մենք կարողանում ենք նրանց ներգրավել իրենց ընտրած ժամանակահատվածում։ Այլ հարց է, եթե խոհարարը անփոխարինելի է եւ ամբողջ տարին պիտի աշխատի, այս փուլում ցավոք լուծում չենք կարող ունենալ։ Ինչ վերաբերում է սահմանին եւ ժամկետային զինծառայությունը 1.5 տարի դարձնելու։ Դուք նշեցիք թվեր, փորձագետների վկայակոչած, ես առիթ ունեցա այսօր մի քանի այլ թիվ նշել, մասնավորապես նշեցի, որ մենք ունենք մոտավորապես 4234 պայմանագրային 2.5 տարվա ընթացքում միայն ժամկետային ծառայությունից պայմանագրային անցման զինծառայողներ եւ նշեցի, որ այս պահին 900-ից ավելի հայտ ունենք։ Այսինքն դեռ 1.5 տարին, որ ապագայում պիտի լրանա ու 1.5 տարի հետո է այն բացը մեզ համար դառնալու, այսպես ասած, լուծելու խնդիր, մենք հիմա արդեն իսկ այդ խնդիրը լուծել ենք, եթե ձեր վկայակոչած թվերը իրական են։ Ես իրական թվերին չեմ անդրադառնում։ Բայց ձեր ասած թվերի շրջանակներում մենք հարցը արդեն իսկ լուծել ենք։ Էլ ինչ մնաց։ Հա, պրոֆեսիոնալ ի՞նչ է նշանակում։ Հիմա ձեր աշխատանքը սիրողական է, թե պրոֆեսիոնալ։ Պրոֆեսիոնալ։ Այսինքն դուք ձեր գործում պրոֆեսիոնալ եք։ Զինվորականը, երբ որ ներգրավում է ժամկետային զինծառայության, սա պարտականություն է արհեստական։ Որքան էլ ինքը իր գործում լինի ունակ, պաշտպանունակ, պատրաստված, իր աշխատանքը պրոֆեսիոնալ չէ։ Այլ բան է, երբ որ մարդը իր կյանքը կապում է բանակի հետ, այսինքն 5 տարի, 10 տարի, 20 տարի եւ ավելի։ Այդ մարդիկ համարվում են պրոֆեսիոնալ։ Հենց այստեղից է բխում պրոֆեսիոնալ բանակ ունենալու մեր ցանկությունը, այսինքն մենք ուզում ենք, որ բանակում ծառայող ցանկացած ոք կամ հիմնական հատվածը կորիզը կատարի պրոֆեսիոնալ աշխատանք։ Շնորհակալ եմ։ Պարգևավճար ստացել եմ, գրավոր հարցումներ կան, այդ գրավոր հարցումներին կպատասխանենք եւ կպարզաբանենք, ձեր նշած թվերը չեմ ստացել։ Ինչ վերաբերում է դրոշման նշային ինչին։ Զինապահ հիմնադրամին վճարվել։ Ներողություն եմ խնդրում, հարցը ինձ համար պարզ չի, եթե հա, բայց դրա հարցը ինձ պարզ չի։ Եթե հնարավոր է այդ հարցը ինձ գրավոր տվեք, ես փորձեմ պատասխանել, որովհետև հարցի էությունը չհասկացա։ Ինչ վերաբերում է համազգեստին, մենք շուրջ 1 տարի բաց մրցույթ ենք ունեցել հայկական ընկերությունների, այդ թվում նաև հնարավորություն ենք տվել, որ դիզայներական ընկերությունները ու այդ process-ը դրա համար հետանգ է։ Մենք այդ փորձը արել ենք, մենք աշխատել ենք։ Մենք ունեցել ենք մի ընկերության հայտ, որը միայն հատուկ նշանակության ուժերի համար ինչ-որ առաջարկ էր տալիս, բայց քանի որ մենք կոմպլեքս լուծում էինք ուզում, մենք չկարողացանք հայկական այդ ընկերության ներգրավել process-ի մեջ, կիսատ կլիներ։ Եվ գնացինք այս լուծմանը, սա է պատճառը, հարգելիներս, այնպես չի, որ եթե Հայաստանում լիներ ներուժ, մենք հայկական ներուժից պիտի հրաժարվեինք ամենևին։ Ես շատ ուրախ կլինեի, բայց ցավոք այդ ներուժը դեռ չունենք։ Հուսամ կզարգանա։
Շնորհակալ եմ։ Հարգելի փաստ լրատվական, փաստ AM-ի հարգելի լրագրող։ Ես որևէ մեկին որևէ բան չեմ հանձնել։ Սկսենք այդտեղից, ինչ վերաբերում է Տավուշի մարզի դելիմիտացիային, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կանգնել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով։ Եվ գլխավոր շտաբի պետը եւ նրան ենթակա ստորաբաժանումները բնականաբար պիտի կանգնեին այնտեղ, որտեղ Հայաստանի սուվերեն տարածքն է, իսկ նրանց փոխարեն սահմանում կանգնած են սահմանապահ զորքեր, այսինքն զինված ուժերին փոխարինել են սահմանապահ զորքեր։ Շնորհակալ եմ։ Շատ լավ, հիմա գործընկերս ինձ որոշակի թվեր տվեց, Պաշտպան Հայրենիք ծրագրի ներդրման պահից սկսած շահառու է դարձել, նշեցի 4234 զինծառայող։ Թիվը 2023 թվականին եղել է 863, 24 թվականին 1594 եւ նախորդ տարվա նկատմամբ աճել է 731 զինծառայողով, այսինքն 84.7%-ով։ 25 թվականին ծրագրի շահառու է դարձել 1777 զինծառայող։ Նախորդ տարվա համեմատ ավելացել է 9.5%-ով։ Հիմա 26 թվականին այդ թիվը, քանի որ ինքը արդեն դառնում է կայուն, ստատիկա դառնում, կունենանք մինչև 10% ավելացում նախորդ տարվա նկատմամբ, բայց զրոյական տարվա նկատմամբ ես նշեցի 84.7%։ Սա բավարար է, որպեսզի մենք լուծենք մեր խնդիրները։ Ինչ վերաբերում է ձեր կողմից մատնանշված փաստերին, խեղաթյուրված փաստերին, այսպես կոչված, ես չգիտեմ, դա ձեզ մատուցվել է, թե դուք այդպես եք ուզում ներկայացնել, բայց ես չեմ կարող դրան չարձագանքել, նախ անդրադառնամ ինձ հետ կապվածին, քանի որ դուք տեղում ինչ-որ փաստեր արձանագրեցիք, հարգելի գործընկերներ, ես նշեցի, որ ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, մասնակցել եմ այո որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բայց չեմ կարող ինձ դուրս դնել իմ քաղաքական պաշտոնից եւ իմ քաղաքական պատկանելությունից, նույն մարդն եմ։ Հասկանում եք։
բայց ոչ աշխատանքային օրը ես կարող եմ որպես պաշտպանության նախարար մասնակցեմ իմ ուզած ցանկացած ակցիայի։ Ինչ վերաբերում է ռազմական ոստիկանությանը, քանի որ շահարկում եք, հարգելի գործընկերներ, ռազմական ոստիկանությունը օպերատիվ մարմին է։ Հիմա ես կարծիք եմ հայտնել, ես ձեզ չեմ պատճառաբանել, թե ինչու են ինչ-որ մարդիկ ինչ-որտեղ մասնակցել, ասել եմ մարդիկ են, ովքեր ունեն սեփական իրավունքը անելու գործողություններ, բայց կարող խորանանք բարձրի նաև դա ունի օպերատիվ նշանակության գործունեություն։ Նկատի ունեմ, սա մի հարց է, որի մեջ ես հարկ չեմ համարել խորանալու, որովհետև դրա կարիքը չեմ տեսնում։ Եթե տեսնում եք իրավական խնդիրներ, դիմեք իրավապահ մարմիններին, թող ձեզ արձագանքեն։ Պարոն Շաքարյանը նշում եմ, շատ լավ զինվորական է, շնորհակալ եմ իրեն ծառայության համար, շնորհակալ եմ նաև Ղարաբաղյան ծագում ունեցող բոլոր այն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր այսօր արդեն զորակոչվել են կամ ներգրավել են զինվորական ծառայության։ Եվ հիմա էլ ես պատրաստ եմ յուրաքանչյուրին ընդունել զինվորական ծառայության։ Կարգն է այդպես, Հայաստանի Հանրապետությունում զինվորական ծառայության կարող են անցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Հիմա այդ հարցը իմ մոտ քաղաքականացնել, ինձ մեղադրել, որ ես ոչ մեկի չեմ ընդունում, սուտ է, ձեզ ինֆորմացիա տվողը ստում է, դուք ինֆորմացիան փոխանցում եք, եթե հատուկ եք անում, ուրեմն ստում եք, որևէ մեկի համար չկա սահմանափակում։ Շնորհակալ եմ։ Ես համաձայն չեմ ձեր հետ, պաշտպանության բանակը ունեցել է իր կարգավիճակը։ Շնորհակալ եմ։ Ընդհանրապես հարցեր հնչեցնելիս շատ կարևոր է, որպեսզի նաև դուք իրար նկատմամբ այդ վերաբերմունքը ունենաք ու նաև մեզ վերաբերեք այնպես, այստեղ պետական շահեր կան, հարգելի գործընկերներ։ Ես խնդրում եմ հարցեր ձևակերպելիս հաշվի առեք ինչ հետևանքներ կունենա ձեր հարցը կամ իմ պատասխանը Հայաստանի Հանրապետության ընդհանրապես հեղինակության եւ Հայաստանի Հանրապետության համար։ Շնորհակալ եմ։ Բայց ոնց հասկանեմ, դա ձեզ չի մտահոգում։ Շնորհակալ եմ։ Դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացի եք, հուսակ։ Վստահեցնում եմ, որ բանակը ունի այն կարևոր դերը, որ պիտի ունենա պետության մեջ, ու մեր կառավարությունը բանակին վերաբերում է ավելի լավ, քան նախկինում վերաբերել են, տասնապատիկ եւ հարյուրապատիկ ավելի լավ, եւ այն ֆինանսական միջոցները ու հետեւականությունը, որ հիմա մեր կողմից որդեգրված է, դրա վառ ապացույցն է։ Ինչպիսին են պատկերացնում բանակը 5 տարի անց, պատկերացնում են, որ բանակը կլինի եւ պայմանագրային եւ ժամկետային, որովհետեւ առանց ժամկետային զինծառայության ես չեմ պատկերացնում Հայաստանի Հանրապետությունում զինվորական ծառայությունը, ավելին ես ժամկետային զինծառայությունը տեսնում եմ խողովակ, որի միջոցով նույն պաշտպան հայրենաց ծրագրով կհամալրվի մեր պայմանագրային զինծառայությունը եւ պրոֆեսիոնալ բանակը կհամալրվի ու կդառնա ամբողջական։ Մենք կունենանք պրոֆեսիոնալ կորիզ, բայց կունենանք ժամկետային զինծառայություն, որում ծառայելուց հետո մարդիկ կգնան պահեստազոր, մի մասն էլ կինտեգրվեն պրոֆեսիոնալ բանակին։ Իսկ սպառազինումը շարունակվում է, պիտի շարունակվի, որովհետև առանց սպառազինության ժամանակակից բանակ ունենալ հնարավոր չէ։ Շնորհակալ եմ։
լրագրողներ, որոնք օրինակ հավատում հանցագործի մասին որպես գործա ու վատիկակում վիտակերպությունում, այսինքն ինչպես է դուք բարապացնում դրա դեպքات բանախապ է, որ ակնհայտ է, որ անգամ բանակում մենք սպաներ ունենանք, որոնք քրեական ինքնաշնորհիվ եւ ինչպես է դրա դեմ այդպես Շնորհակալություն, այդ սպաները կզորացվեն առաջին հերթին։ Եվ ըստ էության մենք աշխատանք ենք կատարելու, որպեսզի որոշակի սխալ թյուր պատկերացում ունեցող սպաները խմբագրեն իրենց մոտեցումները, այսինքն չեմ ասի, որ վաղվանից թուրն առնելու ենք, բոլորին զորացրենք, այդպես չի։ Աշխատանք կտանենք, բայց այն մարդիկ, ում մոտ դա քրոնիկ է, այսպես ասած, արյան մեջ է, այն մարդիկ զինված ուժերում անելիք չունեն։ Պատկերացրեք, քրեական ենթամշակույթի մասը նաև այս բանի դրսից տղա բերելու ինստիտուտը։ Դուր զանգում են, կամ դուք եք զանգում ձեր աղբերներին, կամ ձեր հարազատներն են զանգում, կամ ձեր ավագ եղբայրները, մյուսները, սա բոլորից է վերաբերում, սիրելի հայրենակիցներ։ Ես լրագրողին նկատի չունեմ, երբ որ սա վկայակոչում եմ, փաստ է, որ այս երևույթը դատապարտելի երևույթ պիտի լինի։ Կամ ինչ նշանակում զինվորին ասել երեխեն ու այդ մայրական հոգատարությունը կարևոր է, բայց 18 տարեկան տղան ինքնուրույն մարդ է, Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացի է։ Ինքը պիտի տնօրինի իր կյանքը ու գնալ միջամտել նրա կյանքին, ինքը զանգի պապային, նա զանգի մյուսին, քեռուն եւ այլն, ու գնալ զորամասում ինչ-որ հարցեր լուծել, դա էլ է քրեական ենթամշակույթի մաս։ Թվում է, թե դա ծնողական հոգատարություն է, ոչ, դա քրեական ենթամշակույթի ու մտածելակերպի մաս է, սիրելի հայրենակիցներ։ Պայքարելու ենք սրա դեմ հետևողականորեն, բայց միայն մեր մասնակցությունը ու մեր գործիքները բավարար չեն։ Ձեր բոլորի աջակցությունն է պետք, այդ թվում նաև իրապահ այլ մարմինների, այլ համակարգերի, ովքեր մեզ կարող են համապատասխան օժանդակություն ցույց տալ քաղաքացիական կյանքում ներգրավված անձանց զինվորական կյանքին միջամտելու գործում։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, այս բանի մանուկում սխալ լրագրողություններ է տարածվում, հատկապես մենք սիվիլներում դա նկատեցինք, Պաշտպանության նախարարը նման հայտարարություններ չի արել, մասնավորապես, որ Հայաստանում զորավարժություններ պլանավորված չեն։ Նման լրագրող ընդհանրապես սիվիլներում խնդրում եմ շտկել այն եւ արտացոլել։ Հայ-իրանական զորավարժություններ այս պահին պլանավորված չեն։ Ինչպես որ կա, խոսքը հարցը չէ հայ-իրանական այս պահին որը պլանավորված զորավարժություն կա, պլանավորման աշխատանքներ կա, որը մինչև ոչ պատասխանը, սա դուք տարածել եք առհասարակ որևէ զորավարժություն անցկացնելու շնորհակալություն։ Սիրելի գործընկերներ, հաշվի առնելով, որ մեր աշխատանքը շարունակվում է, կարծում եմ մեր գերատեսչության ձեր հետ աշխատանքը այնպիսի մակարդակի է, որ մենք պիտի իրար նկատմամբ ունենանք առնվազն մինիմալ կոռեկտություն ու նման հարցերին դուրս վերաբերել։ Մենք ուղղակի մյուս տարի չենք հավատարմագրի նման լրագրողներին ու չենք աշխատի իրենց հետ։ Հուսամ սա ընդամենը որպես զգուշացում կդիտարկենք, կթողնենք անհետևանք։ Շնորհակալ եմ։ Պաշտպանության նախարարությունների միջև այս պահին առանձին շփումներ չկան։ Նոր բան, երբ լինի, մենք դրա մասին կխոսենք։ Այս պահին ոչինչ ասել չեմ կարող։ Չունի։ Ճիշտ ասած, հարցերը լսելով մի քանի ավելի նույնիսկ անի, բայց չեմ անի, որտեղ շատ ցավում է, որ Պաշտպանության նախարարի այսօր կրոնական միջոցառումների հետ կապված հարցեր ստիպված պետք է տանք, բայց դրա խնդիրը հաստատ լրագրողների դաշտում չէ։ Ես չեմ տա, ես ցավում եմ։ Դա իմ օրակարգը չի, դա իմ օրակարգը չի։ Հենց այդ եմ ասում, ձեր օրակարգը չի ստիպված մտել եք այդ օրակարգում կհարկեն ձեր կարգավիճակը իշխեցնի շարքերը։ Եվ
քանի որ խոսեցիք 2018-ից մինչև 25 պետական բյուջեի, ռազմական բյուջեի ծախսերի, պաշտպանական ծախսերի մասին, դուք տեղյակ եք, եւ որ իշխանապողությունից հետո 5-ամյա 7-ամյա ծրագրով զինված ուժերի զարգացման ինչ ռազմական տեխնիկա սպառազինություն ինչ թվով եք նախատեսված, որտեղ ժամանակ առ ժամանակ այդ մասին խոսվում է, ասենք, այսքան տող, այսքան աթս եւ միշտ ասում են, որ դրա փոխարեցու իրեն դրվել, ուզում եմ այս հարցին անդրադառնալ, իրապետում եք հաստատող գրավոր եւ դրանից քանի մասնակցում եք այս տարի։ Անկեղծ ասած, ես ավելի պատասխանատու կհնչեցնեմ այն ժամանակաշրջանի մասին ինֆորմացիան, որը իմ օրոք է տեղի ունեցել, որ կարող եմ ասել, որ կա սպառազինության եւ ռազմական տեխնիկայի հնգամյա պլան, որը իմ նախարար եղած ժամանակաշրջանում ինքը փոփոխող փաստաթուղթ է։ Այսինքն գլխավոր շտաբը ներկայացնում է ոչ թե կոնկրետ զինատեսակներ, այլ զինատեսակներ եւ ըստ հնարավորությունների, նաև հետագայում երբ լինում է հնարավորություն միջազգային շուկայում, իրենք ըստ դրա որոշում են ընդունում եւ գլխավոր շտաբի պետի որոշման համաձայն պաշտպանության նախարարությունը ձեռնարկում է, պաշտպանության նախարարը ձեռնարկում է գնման գործընթաց։ Եվ կարող եմ ասել, որ այս տարի մենք նախաձեռնելու ենք արդեն, հաշվի առնելով, որ 26 թվականի արդեն նոր կառավարություն է լինելու 26-31 թվականի հնգամյա նոր պլանը։ Ինչ վերաբերում է կրոնական հարցերին, հարգելի գործընկերներ, ես երբ որ դուք ինձ հարցնում եք, ես բնականաբար այդ հարցերին պիտի պատասխանեմ, ես չեմ կարող ձեր հարցերին չպատասխանեմ, երբ ինչպես նշում է գործընկեր լրագրողը, սա չի իմ օրակարգը, ես պիտի մտնեմ այդ հարցերի մեջ, քանի որ դուք ինձ հարց եք ուղղում, ես չեմ կարող հեռու մնալ, բայց որպես քաղաքացի ես իմ կարծիքը ունեմ եւ օրակարգի մասին եւ ամենի մասին եւ բնականաբար պիտի արտահայտեմ ու արտահայտում եմ այդ թվում նաեւ պատարակներին իմ մասնակցությամբ։ Սա իմ քաղաքացիական դիրքորոշումն է, որը ես հրապարակարարորեն արտահայտում եմ իմ մասնակցությամբ։ Եթե այլ մանրամասներ են հուզում, ես կարող եմ նաեւ գնահատականներ հնչեցնել, բայց քանի որ այսօր պաշտպանության նախարարի ասուլիսն է, ես կարծում եմ դրա տեղը չի եւ հարիր է, որ մենք խոսանք մեր հիմնական խնդիրների մասին։ Եվ քանի որ կապվածություն եմ անդրադառնալ, դրանք իրենց ամբողջ զորությամբ վերջը օգտագործել կիրառվելու են թե ոչ։ Այսօր մենք Su-30-ների համար ունենք բավարար որոշակի սպառազինություններ, այդ թվում նաև ակնկալում են որոշակի համալրումներ, Su-30 օդանավերը կամ կործանիչները բավականին լավ կործանիչներ են, ես շատ բարձր եմ գնահատում իրենց դերը եւ կարծում եմ, որ իրենք մեծ դեր կարող են ունենալ մեր երկրի եւ հակաօդային պաշտպանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության գործում։ Թվականակի ավելացում։ Այս պահին ես առաջարկում եմ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի գնումների մասին ինֆորմացիա չտամ, բայց այն որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շարունակելու են սպառազինվել նորագույն տեխնիկայով, դա կարող եմ հավաստիացնել։ Ավիականացման գործընթացից է։ Օրինակ մենք ունենք ռուսական տեխնիկա, սպառազինություն, որոնք կարիք ունեն ավիականացման, որպես եւ իրենց շատ դրսեւոր են։ Հարգելի գործընկերներ, այն որ մենք նորագույն տեխնիկա ենք ձեռք բերում ու նաեւ փորձում ենք, որ դա լինի ժամանակակից, այդ թվում նաեւ նատոական ստանդարտների սպառազինություն, բայց սա չի նշանակում, որ մենք հրաժարվել ենք նախկինում ունեցած մեր սպառազինությունից։ Մենք շարունակում ենք դրանք թարմացնել, մենք շարունակելու ենք դրանք ադապտացնել նոր սպառազինության հետ, որովհետև դա մեր ունեցած ռեսուրսն է եւ բնականաբար արդիականացումը իր հերթին կարող է ունենալ մեծ նշանակություն, սա իրենց արժեք է ներկայացնում եւ յուրաքանչյուր իրենց արժեք ներկայացնող սպառազինություն մեզ համար կարեւոր է։ Շնորհակալ եմ։ Հարգելի գործընկերներ, նախ շնորհակալ եմ կրկին անգամ այսօրվա համար։ Այսօր պաշտպանության նախարարի ամփոփիչ տարեկան մամուլի ասուլիսներ, կարծում եմ ասուլիսի ընթացքում թե իմ կողմից նախաբանում հնչեցված մի շարք կարևոր հայտարարություններ էական են, որպեսզի մեր հասարակության սեփականությունը դառնան եւ նաեւ ձեր կողմից հնչեցված մտահոգություններին հնչած պատասխանները նույնպես շատ կարևոր եմ համարում եւ ակնկալում եմ, որ 2026 թվականին մենք կշարունակենք համատեղ արդյունավետ աշխատանքը
եւ ուզում եմ արդից օգտվելով հաջողություն մաղթել ձեզ 2026 թվականին ձեր լրագրողական պրոֆեսիոնալ գործունեության ընթացքում։ Շնորհակալ եմ։